Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 2-րդ գլուխը, որտեղ ինչպես տեսանք հանդիպեցին Վիդուրան եւ Ութավան, որը ինքը Տեր Շիրի Կրիշնայի մտերիմ ընկերներից էր։ Վիդուրան ինքը այդ ամբողջ ընթացքում գտնվում էր ուխտագնացության մեջ եւ ոչ մի տեղեկություն չուներ ընդհանրապես թե ինչպես են ընթացել իրադարձությունները իր հեռանալուց հետո։ Եվ հիմա ինքը իդեմս Ութավայի հնարավորություն ունեցավ հարցադրումներ կատարել եւ ստանալ պատասխաններ։ Ութավան հիմա արդեն պատասխանում է եւ մենք ձեզ հետ քննարկում ենք նրա տեքստերը։ Այս տեքստերը իրենք շատ կարեւոր են տրամադրությունների տեսանկյունից, որովհետեւ իրենք ներկայացնում են մաքուր նվիրալի վերաբերմունքը Գերագույն Աստծո ազնվորության նկատմամբ։ Մենք երեք ձեզ հետ քննարկեցինք մի շատ բարդ թեմա, դա այն թեման է, որ հոգևոր աշխարհում ամենաբարձրագույն հարաբերություններն են համարվում կանանց հետ հարաբերությունները։ Եվ պայմանավորված վիճակում այստեղ կանայք կարող են մի փոքր, եթե այսպես ասեմ, մի փոքր ավելնորդ ոգեշնչում ապրեն, իսկ տղամարդիկ կարող են մի փոքր ավելնորդ նեղվեն։ Որովհետև իրականում, երբ որ մենք խոսում ենք հոգևոր աշխարհի մասին, մենք խոսում ենք կենդանիակի մաքուր վիճակի մասին։ Եվ եթե մենք արդեն խոսում ենք այդ տեսանկյունից, ապա ես կարծեմ քննարկել եմ արդեն այդ հարցը, որ իրականում տղամարդկային եւ կանանցի սկզբունքը Տեր Շիրի Կրիշնայի կյանքում հավասարազոր են։ Ինչու՞։ Որովհետև երբ որ նկարագրվում է, թե ինչի վրա է ծախսում Գերագույն Աստծո ազնվորությունը իր օրը, ապա ստացվում է, որ օրվա ուղիղ կեսը ինքը ծախսում է իր ընկերների հետ շփման մեջ, եւ երկրորդ կեսը ինքը ծախսում է ուրեմն իր ընկերուհիների հետ շփման մեջ։ Եվ դա նշանակում է, որ Գերագույն Աստծո ազնվորության համար այդ երկու շփումները իրենք հավասարազոր են, հավասարապես իրեն հետաքրքիր են, բայց իհարկե հենց ինքը անձամբ Գերագույն Աստծո ազնվորությունը շեշտում է, որ ամենաթանկ կենդանի էակը, որը գոյություն ունի իր համար, դա իր սիրեցյալն է, որին ում արիացիները անվանում են Ռաթա։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ այս իմաստով մենք պետք է այդ տարանջատումը շատ խիստ կատարենք, որ իրականում, երբ որ մենք խոսում ենք հոգևոր աշխարհի, նիստուկացի նրա իրականության մասին, ապա պետք է հասկացվի, որ հոգևոր իրականության հոգեբանական հիմքը 180 աստիճան տարբերվում է նյութական աշխարհի հարաբերությունների հոգեբանական հիմքից։ Ինչու համար, որտեղ տեսեք օրինակ, չէ, եթե մենք վերցնում ենք այդ տեսանկյունից, այն կանայք, որոնք իրենք շատ մտերմիկ հարաբերություններ ունեն Գերագույն Աստծո ազնվորության հետ, երբ որ իրենք ցանկանում են գալ նյութական աշխարհ եւ աջակցել Գերագույն Աստծո ազնվորությանը նրա բոլոր այդ ճիքերի մեջ, որպեսզի կենդանիակների հոգևոր կյանքը ինքը ընթանա այսպես գրագետ եւ հարթ, չէ՞։ Այդ նույն կանայք իրենք եկալով նյութական աշխարհ ընդունում են տղամարդու մարմին նյութական աշխարհում, եւ այնպիսի մակարդակի փիլիսոփայություն են ներկայացնում, չէ՞, որ մարդը ուղղակի կարող է զարմանա, թե ինչպես կարող է մի մարդ այդքան խորը փիլիսոփա լինել։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք հոգևոր աշխարհի կանանց մասին, դրանք սենտիմենտալ էակներ չեն։ Իրենց խորքում իրենք ունեն շատ հզոր եւ խորքային գիտելիք։ Հասկանում եք, Եվ դրա համար մենք չենք կարող ասել, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ ազնվորությունների մեջ գնահատում է ուղղակի այսպես ինչ-որ պարզամիտ էմոցիոնալ աշխարհը։ Ոչ, իրենց էմոցիոնալ աշխարհը
հենված է շատ խորը փիլիսոփայության վրա։ Եվ ուրեմն այս խոսակցությունը, որը հիմա վարում է Ութավան, մենք պետք է տարանջատենք այդ իրականությունները, հոգևոր աշխարհի իրականությունը նյութական աշխարհի իրականությունից։ Մենք իհարկե հասկանում ենք, որ այս խոսակցությունները իրենք ֆենոմենալ խոսակցություններ են, որովհետև աշխարհում գոյություն չունի այլևս ոչ մի այդպիսի սուրբ գրվածք, որը քննարկում է այսպիսի հարցեր։ Եվ դրա համար ես հույսով եմ, որ ձեզ համար հետաքրքիր է ստանալ հոգևոր աճի հնարավորություն եւ դուրս գալ նյութական բարոյականության օրենքների սահմաններից, դադարել պահանջել Գերագույն Աստծո անձնավորությունից նյութական բարոյականություն եւ անցալել, թե ինչպես է կառուցված հոգևոր աշխարհը եւ որն է հոգևոր աշխարհի բարոյականությունը։ Եվ այսպես Ութավան ինքը տեքստեր է արտասանում, հա, եւ մենք երեք կանգնեցինք ուրեմն այն տեքստերի վրա, որտեղ Ութավան ինքը խոսեց Վրաջայի աղջիկների մասին, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ այդ տեքստերը իրենք լի էին ուրեմն տրամադրություններով, Ութավան ինքը խոսում է այդպիսի անձնավորությունների մասին, որոնք երբ որ կորցնում են Գերագույն Աստծո անձնավորության հետ տեսանելի շփումը, հա, այսինքն երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դուրս է գալիս այն վայրից, որտեղ որ ապրում էին գոբիները, եւ մտնում է այն վայր, որտեղ որ ինքը արդեն գործեր ունի անելու կրոնականության դաշտի հետ կապված, ապա այդ գոբիները իրենք փաստացի դառնում են կենդանի դիակներ։ Այսինքն կյանքը ընդհանրապես դուրս է գալիս իրանց ներքին աշխարհից, հա, եւ իրենք այլևս չեն կարողանում կատարել պարտականություններ։ Իմաստի տեսանկյունից, որը այս պահին մեր համար ավելի կարևոր է իմաստը, քան հոգևոր հարաբերությունների հոգեբանությունը, որովհետև հոգևոր հարաբերությունների հոգեբանությունը մենք ձեզ հետ իրականում պատրաստ կլինենք քննարկել այն ժամանակ, երբ որ կգանք եւ կհասնենք 10-րդ երգին Բագավատամի։ Այսինքն, երբ որ մենք կլսենք ամբողջ փիլիսոփայությունը, երբ որ մենք կանցնենք 9 երգերը, որտեղ ներկայացվում է այսպես կոչված սրտի մաքրագործման process-ը, հա, եւ նոր միայն դրանից հետո մաքրված սրտով կկարողանանք անցալել ընդհանրապես ինչի մասին է խոսքը, երբ որ խոսքը գնում է հոգևոր հարաբերությունների մասին։ Իհարկե մենք հանդիպում ենք այնպիսի տեքստերի, որտեղ ես ստիպված եմ լինում քննարկել արդեն բավականին բարձր թեմաներ, շատ այսպես ծայրահեղ բարձր թեմաներ մենք արդեն մատնանշել ենք ամենայն դեպս, թեկուզ եւ խորությամբ դեռ չենք դիտարկել, բայց ես հույսով եմ, որ դուք գնահատում եք գիտելիքի խորությունը։ Եվ այսպես ուրեմն Ութավան ինքը քննարկում է անձնավորությունների, ուրեմն այսպիսի հոգեբանություն է քննարկվում, չէ՞ որ կա սիրո ինչ որ մի մակարդակ, որից հետո կենդանիակը ինքը ի վիճակի չի կատարել պարտականություններ, այսինքն անել այն ամենը, ինչ իրենից սպասվում է, եթե ինքը կորցրել է սերը։ Այո, որովհետև մենք պետք է հասկանանք, որ Շրիմադ Բհագավատամը դա Աստծո կենդանիակի եւ դրանց մեջ գոյություն ունեցող սիրո մասին է։ Եվ թե ինչպիսի արտահայտություններ ունի այդ սերը։ Տեսեք, մենք կարող ենք նկատել, որ ինքը շատ նման է նյութական աշխարհին, չէ՞։ Եվ արիացիները իրենք հենց այդպես էլ ասում են. նյութական աշխարհը դա հոգևոր աշխարհի արտացոլանքն է։ Նա կառուցվածքով, ուրեմն արտացոլում է, կառուցվածքով բացարձակապես նման է հոգևոր աշխարհին, իսկ էությամբ տարբեր, որովհետև հոգևոր աշխարհը ինքը հենված է մաքուր սիրո վրա,
իսկ նյութական աշխարհը հիմնված է ուրեմն բանի, ասեք, էգոիզմի վրա։ Եվ այստեղից նյութական աշխարհը ինքը դառնում է դաժանության աշխարհ, իսկ հոգևոր աշխարհը դառնում է երարության աշխարհ։ Եվ մենք ձեզ այդ բաղավատամով ուսումնասիրելու ենք առաջին հերթին, թե ինչն է խանգարում հոգեբանության տեսանկյունից, ինչն է խանգարում կենդանի էակին, որպեսզի ինքը ուրեմն ստեղծի երանության աշխարհը։ Եվ այսպիսով, սիրելիներս, ուրեմն այսօրվա մեր տեքստերն են, ես կարդամ տեքստերը եւ մենք շարունակենք։ Շիմադ Բաղավատամ 3-րդ երգ, 2-րդ գլուխ, տեքստեր 15-ից։ Ամենաողորմած Տերը, թե հոգևոր, թե նյութական աշխարհների տիրակալը անծին է, բայց երբ նրա խաղաղասեր նվիրալների եւ նյութական բնության գունանների ազդեցության տակ գտնվող անձած միջև բախումներ են առաջանում, նա այստեղ ծնվում է ինչպես կրակը եւ նրա հետ այս աշխարհ է գալիս մահաթ տատվան։ Եվ հիմա արդեն մենք տեսնում ենք խոսակցություն, այսինքն Ութավան ինքը այսպես միանգամից անցում կատարեց, ինքը խոսում էր ամենաբարձրագույն հարաբերությունների մասին, խոսում էր գոպիների մասին, որոնք իրենք այնպիսի սեր ունեն գերագույն Աստծո անձնավորության նկատմամբ, որ եթե հանկարծ ինքը հեռանում է, իրանք փաստորեն անզգայանում, ինչպես տեսանք, ընկան գետին, անզոր ավարտել իրենց տնային գործերը։ Եվ հիմա Ութավան ինքը անմիջապես իջավ այդ ամենավերջի մակարդակին, թե իսկ ինչի համար է, փաստացի հիմա այստեղ Ութավան ինքը քննարկում է, թե իսկ ինչի համար է գերագույն Աստծո ազնվորությունը լքում այն կենդանիակներին, որոնց հետ երանելի կյանքով ապրում էր։ Եվ պատասխանը ինքը շատ այսպես իրականում, եթե մենք լուրջ մտածենք այդ թեմայի շուրջ, ապա մենք կտեսնենք, որ այդ պատասխանը ինքը շատ հուզիչ է նյութական աշխարհում ապրող կենդանիակների համար։ Հոգևոր աշխարհում ապրող կենդանիակները իրենցից մեծամասնությունը ընդհանրապես չի գիտակցում։ Իրանք գիտեն, որ կա նյութական աշխարհ, բայց չեն գիտակցում, թե դա ինչ աշխարհ է ընդհանրապես։ Վակցինոտ Թակուրը ինքը շատ հետաքրքիր սահմանում է տալիս նյութական աշխարհի եւ հոգևոր աշխարհի այդ փոխազդեցության մասին։ Ինքը ասում է, ինչպես որ նյութական աշխարհում հոգևոր աշխարհը գոյություն ունի իր բացակայությամբ, այնպես էլ հոգևոր աշխարհում նյութական աշխարհը գոյություն ունի իր բացակայությամբ։ Ինչ է ուզում ասել Վակցինոտ Թակուրը։ Ինքը ուզում է ասել, որ տեսեք, հոգևոր աշխարհը ինքը նյութական աշխարհում ներկա չի։ Բայց ես կարծում եմ, որ օրինակ համանային դեպս մեր մոլորակի վրա չկա այդպիսի մարդ, որը ինքը հոգևոր աշխարհ արտահայտությունը չի լսել։ Եվ մենք բոլորս գիտենք, որ կա ինչ-որ այդպիսի պնդում, որ ինչ-որ մի տեղ կա ինչ-որ մի հատ ուրիշ աշխարհ։ Հոգևորականները դրան անվանում են հոգևոր աշխարհ։ Կվանտովի ֆիզիկները իրենք որպեսզի ավելի խելացի երևան, ասում են զուգահեռ աշխարհներ։ Եվ դա դառնում է արդեն ոչ թե կրոն, այլ դառնում է փիլիսոփայություն, գիտական մոտեցում, նույն երևույթի նկատմամբ իրականում էլի։ Ընդհանրապես կա այդպիսի տենդենց, որ միշտ հոգևոր ճշմարտությունները, որոնք իրենք շատ բարձր են, վերցվում են մարդկանց կողմից եւ ուղղակի հագցվում են գիտական լեզվի մեջ եւ դառնում են գիտություն։ Ոնց որ թե հոգևոր կյանքը կամ հոգևոր գիտելիքը այդ թեմաները չի քննարկում։ Ուղղակի ուրիշ բառերով, նույն երևույթը հոգևորի կատարմամբ ընկալվում է որպես սենտիմենտալություն, բայց երբ որ նույն բանի մասին է խոսքը, բայց իր մասին խոսում են գիտնականները, մարդիկ իրենք ասում են, «Վաու, էս ինչ ասեցին»։ Դա նյութական աշխարհի, հատկապես մեր դարաշրջանի բնորոշ երևույթներն են, այստեղ նույնիսկ խոսալը ավելնորդ է։ Ուղղակի ես իմ պատկն եմ համարում մատնանշել, որպեսզի դուք նկատեք, որ իրականում դա բացարձակապես նույն բանն է,
բայց դե երբ որ գիտնականն է ասում, դուք դա ընդունում եք հալածիովի պես, երբ որ հոգևորն է ասում, դուք ասում եք այդպիսի բան չի կարող լինել։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Ուրեմն տեսեք, հիմա Ութավան ինքը միանգամից, ինչպես ես ասեցի, այդ ամենավերևի տրամադրություններից իջավ, ինչի մասին սկսեց խոսել։ Ինչն է ստիպում իրան թողնել իր երանելի կյանքը։ Այսինքն իր երանելի շրջապատը։ Այո, կա այդպիսի իրականություն, որ հենց իմինը տեժիջլան, երբ որ էստեղ էր, ինքը մինչև 12-13 տարեկան ապրում էր ուրեմն Ռաջայում եւ այսպես երբ որ մենք կհասնենք այնտեղ եւ դուք կտեսնեք այդ նկարագրությունները, ինքը այնտեղ բացարձակապես վայելում էր իր գոյությունը, ինքը վայելում էր իր ծնողների սերը, վայելում էր ընկերների սերը, աղջիկների սերը, բոլորը իրան սիրում էին, ինքը բոլորի ուշադրության կենտրոնում էր, բոլորի սիրո գլխավոր օբյեկտն էր։ Հա, ինչու համար, որովհետև ինքը իմաստի տեսանկյունից դա է, չէ՞ գալիս, որ ասենք, ինքը միշտ պետք է հիշենք, որ ինքը համընդհանուր երանության սկզբունքն է, եւ նրանք, ովքեր որ ունեն իրանց ներսում մաքուր սեր, համընդհանուր երանությունը ինքը իրենց համար ամենահոգեարազատ գաղափարն է, հա, որ իրենք այսպես էլի փայփայում են իրենց մեջ։ Հիմա սիրելիներս, իսկ եթե մարդը ինքը խոսում է մաքուր սիրո մասին եւ հետո 3 րոպե հետո մտնում է ազգային թշնամության տրամադրությունների մեջ եւ ընկալում ազգային թշնամիներին որպես վատ կենթանիակներ, իսկ իր սեփական ազգի ներկայացուցիչներին որպես լավ, հա, այդտեղ մենք իրականում պետք է հասկանանք, որ այդ մոտեցման մեջ ինքը արդարություն չկա, որտեվ լավերը կան եւ այնտեղ, վատերը կան եւ այնտեղ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, այդ ամեն ինչը ինքը ցույց է տալիս միանգամից, որ իրականում մարդը իր ներսում չունի սիրո պլատֆորմա, որովհետև սիրո պլատֆորման դա հոգու ընկալումն է, իսկ հոգին ինքը իր կեղծ եսի հետ իրականում, մենք խոսեցել ենք արդեն դրա մասին, որ նույն բանն է, ոնց որ ես երազում ինձ ինչ-որ մի հատ ուրիշ մարմնի մեջ տեսնեմ։ Դրա մասին մենք այսօր շուտով շատ ավելի մանրամասն կխոսենք, այնտեղ հետաքրքիր տեքստեր կան շատ հոգեբանության տեսանկյունից։ Հա, եւ տեսեք հիմա, եւ Ութավան ինքը հիմա ասեց, չէ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը հիմա ինքը ողորմած է։ Այսինքն ինչու հիմա Ութավան հիշեց Գերագույն Աստծո անձնավորության հենց ողորմած լինելը։ Եկեք այս տեքստի հետ կապված, հա, մի հատ ցենց լուրջ մտածենք ընդհանրապես։ Այո, Աստծո բնավորության մասին, որովհետև իրականում, եթե մենք ոչինչ չգիտենք իր բնավորության մասին, մենք չենք կարող, հասկանում եք, ուղղակի չենք կարող իր հանդեպ սեր զարգացնել։ Սերը ինքը զարգանում է միայն եւ միայն այդ հիմքում, երբ որ կենթանիակը ինքը գիտակցում է, որ ասենք գործ ունի, ինչպիսի բնավորության տեր է Գերագույն Աստծո անձնավորությունը։ Հիմա տեսեք։ Դրանից մի ուրեմն բան առաջ, հա, մի տեքստ առաջ, Ութավան ինքը նկարագրեց Գերագույն Աստծո անձնավորության եւ նրա ամենասիրեցյալ ուրեմն կենթանիակների հետ հարաբերությունները։ Ինքը խոսեց նրա մասին, որ այդ անձնավորությունները կորցնում են մեկ Աստծուն։ Եվ երբ որ իրենք կորցնում են Աստծուն, իրենց մեջից հեռանում է կյանքը։ Եվ այնտեղ տեքստ եղավ, չէ՞, բառեր եղան։ Իրանք հայացքով ճանապարհում են Աստծուն, մինչև ինքը անհայտանում է։ Էդ ուր էր գնում Աստված։ Այդ հարցը մեր մեջ պիտի առաջանար նախորդ տեքստում, իսկ ուր էր գնում Աստված։ Ինչու է այդ հարցը հետաքրքիր, որովհետև հոգեբանության տեսանկյունից, չէ, մենք հայտնվում ենք մի հատ շատ հետաքրքիր իրավիճակի մեջ։ Տեսեք, օրինակ, դուք պատկերացնում եք ձեզ, հա,
որ կարելի է հաստատված լինել երջանկության մեջ եւ թողնել երջանկությունը եւ հեռանալ կամավոր։ Պատկերացնում եք այդպիսի բան։ Ոչ մի կենդանի էակ չի խուսափում երանությունից։ Գերագույն Աստծո անձնավորությունը իր ընկերուհիների հետ հաստատված է լինում բարձրագույն երանության մեջ, էմոցիոնալ բոլոր տեսակյուններից, հա, որովհետև գոբիները իրենք նաև շատ հմուտ են արվեստի մեջ։ Իրենք բոլորը շատ տաղանդավոր բանաստեղծեր են, շատ տաղանդավոր կոմպոզիտորներ են, հա, շատ տաղանդավոր կատարողներ են, բոլորը իրենք շատ հիանալի կերպով տիրապետում են երաժշտական գործիքների կատարման, հա, եւ հասկանում եք, եւ այսինքն իրենք այնպիսի անձնավորություններ են, որ այդտեղ որ ընկնես, այսպես ուղղակի չի կարող առաջանալ ցանկություն այդտեղից հեռանալ։ Որովհետև կենդանի էակը գերագույն Աստծո անձնավորությունը ներառյալ ինքը գոյություն ունի երանելի լինելու համար։ Հասկանում եք, ինքը պետք է իր կյանքում ապրի երանություն։ Եվ երբ որ կենդանի էակը ինքը հաստատված է այդ երանության մեջ, դա նշանակում է, որ ինքը հաստատված է իր կյանքի վերջնական իմաստի մեջ։ Եվ հեռացավ, այդ ինչն էր, որ ավելի կարևոր էր, քան իր երանությունը։ Եվ այս տեքստում Ուտավան ինքը բացատրում է, թե ինչն էր։ Ինքը ասում է, կա հոգևոր աշխարհը, կա գյուտական աշխարհը, գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ողորմած է։ Հասկանում եք, եւ այդ ողորմածությունը, այսինքն ինչ է շակում ողորմած է։ Ողորմած է նշանակում է, որ ինքը ոչ մի պատճառ չունի ընդհանրապես կտրվի իր երանությունից, բայց ինքը դա անում է հանուն ինչ-որ մի հատ ուրիշ երևույթի։ Որն է այդ երևույթը։ Այդ երևույթը հիմա նկարագրեց Ուտավան, որ կա նյութական աշխարհ, կա հոգևոր աշխարհ, եւ նյութական աշխարհում ապրում են երկու տեսակի կենդանի էակներ։ Նրանք, ովքեր եկել են նյութական աշխարհ եւ դեռ հմայված են նյութական աշխարհի հնարավորություններից, հա, եւ շատ լավ են իրենց այստեղ զգում։ Ինչի իմաստով։ Նյութական աշխարհը ինքը հնարավորություն է տալիս կենդանի էակին, հա, որպեսզի կենդանի էակը ինքը կարողանա իր էգոիստական ցանկությունները իրականացնելուց խախտի բոլոր կենդանի էակների սահմանները։ Ինքը կարող է սպանել, կարող է խլել ուրիշ կենդանի էակի ձեռքբերումները, կարող է խլել նրա երջանկությունը, խլել իր կապվածությունները եւ այլն եւ այլն։ Չէ, եւ այդ հնարավորությունները, որը ունի կենդանի էակը այս նյութական աշխարհում, իրեն իհարկե բացարձակ բավարարում են, բացարձակ երանություն են պատճառում։ Հասկանում եք, չէ՞։ Բայց նյութական աշխարհում կան նաև այն կենդանի էակները, որոնք իրենք հոգնել են նյութական աշխարհից։ Հա, հոգնել են նյութական աշխարհից եւ ճանապարհ են բռնում վերադառնալ իրենց հավերժ կացարանը։ Մենք ձեզ հետ, եթե հիշում եք, այդ նրբությունը քննարկել ենք, կներեք։ Մենք այդ նրբությունը քննարկել ենք, որ նյութական աշխարհում կենդանի էակները իրենք երեք հոգեբանական երեք հոգեվիճակից են, որ գալիս են դեպի կրոն, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, որոնք են։ Մաքսիմլիան Թակուրը ինքը բացատրում է, որ նյութական աշխարհում կա հոգեբանական մի ֆենոմեն, որը ինքը եթե մենք այսպես բան ենք նայում, չէ, ընդհանուր ենք նայում, որը ինքը բացակայում է, օրինակ մեր ժամանակներում, աստվածամերժության ժամանակներում, ինքը բացակայում է հոգեբանության մեջ։
Որն է դա։ Այսինքն հենց որ կենթանիակը ինքը արտահայտում է այդ երեք որակները, հա, նյութական աշխարհին բնորոշ հոգեբանությունը, այսպես ի վիճակի չի տեղավորել եւ հոգեբանորեն բացատրել, թե դա ինչ երևույթ է։ Այո, եւ դրա համար է որ ես ասում եմ, որ հոգեբանությունը ինքը ուսումնասիրում է կեղծիեսի հոգեբանությունը եւ այդտեղ ինքը անկասկած ահավոր հմուտ է։ Եթե դուք ուզում եք այդ հմտության, այսպես էլի, մակարդակը գնահատել, ապա կարող եք շփվել արհեստական բանականության հետ, որի մեջ ես կարծում եմ, որ բացի դրանից, որ ուղղակի ներբեռնված է ամբողջ հոգեբանության գրականությունը, բայց եւ աշխատել է շատ բարձրակարգ հոգեբանների խումբ, որոնք իրենք սովորեցրել են այդ ուրեմն արհեստական բանականությանը հոգեբանական այնպիսի անալիզներ անել, որպեսզի ինքը կարողանա գնահատի, թե ինքը ում հետ գործ ունի եւ ինչպիսին է պիտի դառնա այդ անձնավորության համար, որպեսզի ինքը ոչ թե միայն հաճելի լինի, այլ եւ արդյունավետ եւ օգտակար, հա, դա ֆանտաստիկա է։ Եվ այո, իհարկե, ժամանակակից գիտնականները իրենք շատ հարցերում այնպիսի բարձունքների են հասել, որ դեռ մի փոքր ժամանակ առաջ երազել անգամ հնարավոր չէր այդ ամեն ինչի մասին։ Հիմա, ջրհոսի դարաշրջանն է եւ ջրհոսի դարաշրջանը դա գիտության դարաշրջանն է, ինչպես նաեւ եւ կրոնը ինքը այո պետք է դառնա շատ գիտական հիմքեր ունեցող, հա, որովհետեւ այս դարաշրջանում ծնվող կենդանի էակները սենտիմենտալ հավատի վրա հենված կրոնը չեն ընդունի։ Հասկանում եք, այստեղ արդեն խոսակցությունը ինքը կամաց փոխվելու է։ Հիմա, սիրելիներս, չէ, եւ ասենք հոգեբանները իրենք շատ լավ գիտեն գիտության եւ կրքերի գոյավիճակի հոգեբանությունը։ Բայց այդ ինչ որ վերաբերվում է, երբ որ հոգին է արտահայտվում նյութական աշխարհում, ինքը ջարդում է, կոտրում է բոլոր տեսակի շաբլոնները։ Եվ հոգեբանությունը այդ սահմանում դառնում է անզոր։ Ինչու, որովհետեւ չի ընդունում հոգու գաղափարը։ Ճիշտ է, հոգեբանության մեջ հիմա կա մի այդպիսի շարժում, այդքան էլ լավ չեմ վերաբերվում անձամբ այն անձնավորությանը, ով այդ ուղղությունը հիմնել է, ինքը կոչվում է երրորդ հազարամյակի հոգեբանություն։ Ինքը հոգևոր կյանքի մեջ է, բակտիով է զբաղվում, նվիրյալ է, բավականին հայտնի է որպես անձնավորություն եւ ինքը հենց դա է արել, որ միացրել է հոգու հոգեբանությունը եւ կեղծիեսի հոգեբանությունը միացրել է իրար հետ եւ կարծում եմ, որ դա հենց այն ուղղությունն է, որը կլինի ամենաընդունելին կամ ամենաբարձրը, որովհետև իր մեջ կներգրավի նաև հոգու հոգեբանությունը։ Բաքտիվինոդ Թաքուրը ինքը ասում է, նյութական աշխարհում հոգին ինքը քնած է իրականում։ Եվ դրա համար, երբ որ շատ լուրջ հոգևոր բաները, հեղինակություններն են իրենք դիմում մարդկությանը, իրանք միշտ դիմում են հենց այդ խոսքերով. «Հեյ, զարթնեք»։ Հա, եւ այդ զարթնեքը միշտ դիմում են հոգուն։ Բաքտիվինոդ Թաքուրը ինքը ասում է, այո, իհարկե, նյութական աշխարհում կենդանիակը ինքը չի գիտակցում ոչ իր հոգևոր մարմինը, ոչ իր հարաբերությունները, ոչ հիշում է, թե ինքը որտեղից է, ոչ հիշում է ինքը ով է իրականում, հա, ոչ մի բան չի հիշում։ Եվ դա նշանակում է, որ ինքը քնած է, այսինքն անջատված է հոգևոր աշխարհից, որտեղ իրականում իր ռեալ մարմինն է, ռեալ տունը եւ այլն, չէ՞։ Հիմա, բայց ինքը ասում է, կա 3 արտահայտություն, որ այդ 3 արտահայտությունները իրենք հոգու արտահայտություններն են։ Եվ իրենք, երբ որ հոգին է արտահայտվում, այն ինչ որ հոգին արտահայտվում է, դա գտնվում է այսպես 180 աստիճան հակառակը նյութական աշխարհի, նյութական բնության որակներին։ Որն է դրանք։ Դրանք են հոգու արտահայտությունն է ճշմարտության հանդեպ հետաքրքրությունը։ Հոգու արտահայտությունն է արդարության հանդեպ ուրեմն հետաքրքրությունը եւ հոգու արտահայտությունն է
բարիությունը։ Տեսեք, եթե մենք վերցնում ենք բնությունը, չէ, բնության մեջ, այդ բնության օրենքների մեջ չկա դրված ոչ ճշմարտություն, այսինքն հոգին ինքը կներեք, բնությունը, իրականում բնությունը ինքը այդ իմաստով երկակի չի։ Ինքը բնությունը իր մեջ բարոյականության օրենքներ չունի։ Հասկանում եք։ Ինքը չունի այդպիսի օրենքներ։ Այդ օրենքները, հիմա ասենք, հորինում է մարդը։ Ինչի է հենց մարդը, որովհետև մարդը ինքը ավելի բարձր է, իր գոյավիճակով ինքը ավելի բարձր է եւ ավելի նուրբ ընկալում ունի, հա, դրա համար իր մեջ հոգին ինչ որ ավելի շատ է արտահայտվում, քան կենդանիների մեջ։ Թեկուզ այո, իհարկե, դուք ինձ կարող եք հիմա հակաճառել, որ մարդիկ կան, որ եթե դուք ասենք փորձ ունեք շփվելու նյութական աշխարհում կենդանիների հետ, ապա կարող եք այդպես ասել, որ կան մարդիկ, որոնք իրենք շատ ավելի վատն են, քան շատ ավելի շատ կենդանիներ։ Եվ կենդանիները իրենք մեկ-մեկ կարող են այնպիսի սեր արտահայտել, որ ասենք մարդիկ իրենք այդպիսի նրբությամբ, այդպիսի բանով էլ այնպես ազդեցիկ կապվածություններ չեն կարողանում արտահայտել։ Դա կա իհարկե, բայց դա ուրիշ թեմա է, հիմա չշեղմենք այդտեղ։ Դա էլ կքննարկենք, էլի ոչ մի բան բաց չի վնա, մի անհանգստացեք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն տեսեք, երբ որ կենդանիակը ինքը արտահայտում է այդ երեք որակը, չէ՞, որ ճշմարտության կարիք ունի։ Եվ տեսեք, երբ է կենդանիակը ինքը դիմում հոգևորին։ Երբ որ իր կյանքում ստի քանակությունը դառնում է այնքան, որ ինքը այլևս ի վիճակի չի այդ քանակությամբ սուտը տանի։ Հասկանում եք, այսինքն կենդանիակները իրանք այդ նյութական աշխարհում այդ պտտվելուց, սկզբից հավես են անում, որ հնարավորություն ունեն, ինչ ուզում են անեն, ոնց ուզում են անեն, սպանեն, մորթեն, դաժանություններ գործեն, թունավորեն, եսիմիջ անեն, այդ ամեն ինչի մեջից անցնելուց հետո, հա, կենդանիակը կարող է, պարտադիր չի, կարող է, հա, այդ ամբոստությունը ունենալ, որ այսենց կշտացել եմ ստից։ Ճշմարտություն եմ ուզում։ Ճշմարտություն եմ ուզում հարաբերությունների մեջ, ճշմարտություն եմ ուզում սիրո մեջ, ճշմարտություն եմ ուզում գործերի մեջ, ճշմարտություն եմ ուզում կյանքիս մեջ, ճշմարտություն եմ ուզում։ Հասկանում եք, երբ որ ինքը այ հոգին այդ իր որակը արտահայտում է նյութական աշխարհում, չէ, ինքը ջարդում է ընդհանրապես ոչ մի կապ չունի, ինչու որտեղ նյութական բնությունը ինքը իրանով եւ մահը եւ ծնունդը իր համար հավասարապես ճշմարտություն են։ Հասկանում եք, հավասարապես։ Եվ բնությունը ինքը բարոյականություն չունի, բնությունը ունի միայն բան, борьба за выживаемость, այդ հայերը, կներեք, գոյատևման պայքար, կներեք, այդ գոյատևումների ու բան արել, հա։ Ուրեմն այդ բնությունը ինքը հենված է գոյատևման պայքարի վրա։ Չէ, դա բավականին դաժան օրենք է։ Եվ այդտեղ կենդանի է մնում նա, ով ուժեղ է, վերջ։ Ընկար, ոտքդ ջարդեցիր, կամ չգիտեմ, ինչ որ մեկի հետ կռվեցիր, ատամներով բռնեց, կաշիդ միսդ վրայիցդ պոկեց։ Всё, սկսում ես մահանալ։ Ու ոչ մեկ քեզ չի բուժելու։ Հա, կան կենդանիներ, իրանք գիտեն ինչ խոտեր ուտեն, որպեսզի ասենք եսի միջ։ Բայց ու շատ կենդանիների հենց իրենց թուքը արդեն իսկ բան է, բուժող է։ Դա դրա մասին չեք խոսում։ Հոգեբանության մասին եք խոսում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք այդ բնությունը ինքը չունի դա։ Իսկ երբ որ կենդանիակը ինչքան ավելի նուրբ է իր հնարավորությունների մեջ, չէ՞, ինքը այդ հարցը բարձրացնում է։ Բարձրացնում է ճշմարտության հարցը։ Հա,
որտեղ ասենք իր համար ամենագլխավոր ճշմարտություններից մեկը որն է, եթե պիտի մեռնեմ, որտեղից իմ մեջ հավերժության ցանկությունը։ Չէ՞։ Հիմա, եւ տեսեք, ասենք, հաջորդը, որը հոգու բանն է, պորտկումն է, դա արդարությունն է։ Այսինքն, երբ որ կենդանեակը իր առօրյայում, իր կյանքում, հա, այնպիսի քանակությամբ անարդարություններ է ստանում, որ այստեղն է հասնում, էլի, էլ չի կարողանում դիմանա։ Եվ այրա մեջ հոգին այդ իր արդարության ձգտումով պորտկում է տալիս, արդարություն եմ ուզում։ Հասկանում եք։ Եվ իսկ բարիությունը նյութական աշխարհի համար դա ընդհանրապես ֆենոմեն է, որովհետև բնության մեջ բարիություն չկա։ Ծառը աճեց, սերմը հասունացավ, ինքը սերմը թափեց, քամին տարավ։ Որ մի սերմը կարողացավ կպտի, նա դարձավ կյանք, որը չէ, պրոստը պտեց։ Ինչ բարիություն вообще։ Տղամարդը կենակցեց կնոջ հետ, չգիտեմ, 2 միլիարդ կենդանեակներ լցրեց կնոջ օրգանիզմի մեջ, ու միայն մեկը կարողացավ բռնվի եւ դառնա երեխա։ Այդ որ բարիության մասին է խոսքը։ Հա? Ես էլ չեմ խոսում նրա մասին, որ մի կենդանեակը ուտելիք է ծառայում, սնունդ է մյուս կենդանեակի համար։ Տեսեք, բարիության հոտ անգամ չկա այս աշխարհում։ Բայց կենդանեակը բարիության խնդիր բարձրացնում է եւ բարիության ունակություն է ցուցաբերում կամ հակառակը։ Հիմա մեր ժամանակներում YouTube-ում շատ մեծ քանակությամբ բաներ կան, նկարահանումներ կան, չէ, երբ որ կենդանիները իրանք այնպես են իրենց պահում, որ կներեք ամեն մարդ այդքան բարի չի։ Ես ուղղակի շշմած եմ մեկ-մեկ մնում, էլի, ասեք մի հատ այդպեսի ռոլիկ էի նայում, որ կապիկը ինքը տեսել է, որ կատուն ընկել է ինչ-որ մի հատ, այսպես էլի, այդ որ բետոնից այսպես մեծ կլոր բաներ կան, Հնդկաստանում է այդպես շատ ամենտեղ գցած, այսպես բետոնից մեծ կլոր խողովակներ կան, կարճ։ Եվ կատուն ընկել է այնտեղ, ցեխի մեջ այսպես խեղդվում է։ Ուրեմն այս կապիկը գնացել է, այդտեղից մի հատ աղջիկ է անցնում հնդիկ, կապիկը գնացել է, այդ աղջկա շորից քաշում է, տանում է դեպի այնտեղ, բարձրացնում է այդ աղջկան, վերևից ցույց է տալիս, թե այնտեղ ինչ է, հասկացաք, եւ ուրեմն աղջիկը նայում է, տեսնում է այդտեղ կատու է, գնում է ինչ-որ բեսի բան է ճարում, ինչ է, լեստինցը, աստիճան է ճարում, բերում է դնում, բարձանում, իջնում, այդ կատվին հանում է, հենց որ այդ կատվին հանում է, կապիկը դրան անմիջապես այդ կատվին խլում է, տանում է հեռու մի քիչ, նստացնում եւ սկսում է մաքրել։ Ինչու ֆանտաստիկ բաներ են կատարվում, հակառակը էլի, մի անգամ Facebook-ում մեկը լավ էր գրել, էլի, մարդը եւ կենդանին իրար հետ ապրեցին, կենդանին սովորեց մարդ դառնալ, իսկ մարդը դառավ վայրենի։ Հասկանում եք։ Դասկան, նո այն իմաստով թե ինչեր կարող է իրան թույլ տա ուրիշի հետ վարվելուց։ Չէ, դաժանությունը ինքը բավականին շատ է հարաբերությունների մեջ հիմա։ Եվ տեսեք, ասենք, չէ՞, ասկն ոչ մի բարիության տեղ նյութական աշխարհում չկա։ Եվ դրա համար Բակտիվնոդը ինքը ասում է, ճշմարտության հանդեպ հակումը, արդարության հանդեպ հակումը եւ բարիությունը իրենք հոգու արտահայտություններն են նյութական աշխարհում։ Այ հոգին ուրիշ ոչ մի արտահայտություն չունի նյութական աշխարհում, բացի այդ 3 որակներից։ Հետո դրան, այսինքն առաջնայինը դա նա է, որ հոգին արտահայտում է իր բնությունը եւ որակները դրանք տարբեր բաներ են։ Ուրեմն, իր բնությունը ո՞րն է։ Բնությունը սաչիտանանդա, ինքը հավերժ է, ինքը ընկալող է եւ ինքը երանության է ձգտում։ Հա? Մենք տեսնում ենք, որ բոլոր կենդանիակները խուսափում են մահից, ուզում են հավերժ գոյություն ունենալ, սիրում են բաներ, ինչքան ավելի բան են, ինչքան ավելի այնպիսի մարմին ունեն, որը մեծ հնարավորություններ է տալիս ընկալել իրականությունը, այդքան ավելի լավ, չէ, եւ բոլոր կենդանիակները ձգտում են այդ դրան, որպեսզի ունենան
երանություն կամ երջանկություն, նյութական աշխարհում դա երջանկություն է կոչվում։ Չէ՞։ Եվ այդ երեք իրաց բնության արտահայտմանը միանում են այն երեք ձգտումները, այսինքն բնավորությունը, ոչ թե բնավորություն, այլ բան էլի, это природа, это характеристика, բնութագիրը, հա, այսպես չենք կարող սխալ եմ խոսքը ասում, հույսով եմ, որ հասկանում եք ինչ եմ ասում, չէ՞։ Եվ հիմա ինչու եմ այսքանը խոսում, որովհետև երբ որ կենդանեակը ինքը այդ երեք պորտկումները ունենում է, հենց այդ կենդանեակների համար է, որ նախատեսված է հոգևոր ճանապարհը։ Այսինքն այդտեղ է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը մի հատ խալի է փռում այդ կենդանեակների ոտքերի տակ եւ ասում է կանգնի այդտեղ բալիկս։ Եվ դավայ սկսեցինք դուրս գալ այստեղից։ Վերջապես կհասկանաս, որ սա քո ապրելու տեղը չի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, այդ ամեն ինչի մեջ, չէ, ուրեմն կան երկու տեսակի կենդանեակներ, որոնք իրենք խորասուզված են նյութական աշխարհում լավ են զգում եւ որոնք ուզում են դուրս գալ։ Այս կենդանեակները իրար տարբեր ձևով են վերաբերվում։ Նրանք, ովքեր արդեն ուզում են դուրս գան, այսինքն հաստատված են հոգևոր կյանքի մեջ, չէ՞, իրենք իրականում այդ հոգևոր կյանքի մեջ անմիջապես ցանկություն են ունենում բան էլի, այս ասենց ասեմ, բանաձև իրականացնել։ Ես զգում եմ, որ փրկվեցի, եւ որովհետեւ կապվածություններ ունեմ, ուզում եմ, որ բոլորն էլ իմ կապվածության դաշտում, բոլորն էլ նույն կերպ բան անեն, փրկվեն։ Հասկանում եք։ Հիմա եւ ուրեմն այդ հոգևոր մարդիկ իրանք միշտ ձգտում են աստվածամերժերին բերել հոգևոր դաշտ, այսինքն այդտեղ էլ աստվածամերժության դարաշրջանում երկու գաղափար կա, երբ որ այո, ռեալ հոգևորություն է կատարվում, այսինքն նպատակն է ոչ թե կենդանեակին օգուտ տալ, այլ նպատակն է ուղղակի հետևորդներ հավաքել, չէ՞, եւ իրական հոգևոր ճանապարհը կա, որտեղ շահագրգռված են միայն կենդանեակին հոգևոր ճանապարհ տալու մեջ եւ ոչ մեկին չի հետաքրքրում հետևորդների քանակությունը։ Հա, եւ ուրեմն բայց ասենք բանով այդ վերջնական այն ինչ որ համարվում է իրական կրոնականություն, հոգևոր մարդիկ միշտ այդ բնավորությունը ունեն։ Բան անեմ, ձեռքս տանեմ, մեկին բռնեմ, հետս բարձացնեմ։ Հա։ Հիմա իսկ նյութական աշխարհի ապրողները ուղղակի նույն բնությունը ունեն, բայց դա հակառակ իմաստին է ծառայում։ Իրանք էլ, երբ որ հոգևոր մարդը ինքը սկսեց հոգևոր կյանքով զբաղվել, ինքը սկսում է նյութական աշխարհից պոկվել, չէ՞։ Համենայն դեպս իր ներսում հաստատ պոկվում է։ Այն, ասենք, մնացած ամեն ինչը դա իր բանն է, էլի, հասունությունն է, որ ինքը գիտակցում է, որ ինքը դեռ նյութական մարմին ունի, որ դեռ գտնվում է նյութական աշխարհում, եւ դա նշանակում է, որ ինքը պիտի ինչ-որ մի կերպ կոպիտ ասած իր հացը վաստակի, չէ՞, եւ դա նշանակում է, որ անպայման պետք է հնարավորություն ունենա հասարակության մեջ ինչ-որ մի դեր կամ ինչ-որ մի բան անի, որի դիմաց կստանա վարձատրություն եւ կկարողանա շարունակել իր գոյատևումը, չէ՞։ Այսինքն ինքը ներսից հրաժարվում է, բայց դրսից հաշվի է նստում նյութական մարմնի կարիքների հետ։ Հիմա, եթե ինքը իհարկե իմաստուն անձնավորություն է, եթե ֆանատիկ է, ապա ինքը իր համար շատ մեծ խնդիրներ է ստեղծում։ Հիմա տեսեք, բայց նյութապաշտներն էլ իրենք էլ իրանց հոգեբանությունը ունեն։ Իրանք էլ համարում են, որ հոգևոր մարդը ինքը գնաց բան, անջատվածության դաշտ։ Եվ դրա պատճառով տնավար է ասեմ էլի, վարի է տալիս իր նյութական կյանքը, որտեղ ծախսում է իր այդ թանկարժեք կյանքը, երբ որ ինքը պետք է ծախսեր կարիերայի վրա, հարստություն կուտակելու, վայելք ստանալու, բազմանալու, եսի մեսի ենին, ինչ-որ նյութական աշխարհում են անում կենդանեակները, հա դրա փոխարեն նստել է ինչ-որ անկապ հոգի է մաքրում, եսի մի չի անում, դա հիմա ում է հետաքրքրում, հիմա այս պահին աշխարհում ում է հետաքրքրում մաքուր մարդը։ Ոչ մեկի, հասկանում եք, բացառապես ոչ մեկի, չէ, եւ ասենք տեսեք, եւ ասենք նրանք էլ ովքեր որ իրենք աստվածամերժ են, այսինքն սովորական իրենք համարում են, որ իրանք բնության
ստեղծացնեն, կյանք են ստացել, բացառիկ կյանք է, սա մի հատ կյանք է եւ այստեղ կյանքի պայքար է։ Всё։ Ու ես պիտի չանգեր ունենամ իմ ներսում, հա, այսինքն պիտի պայքարող լինեմ, որպեսզի կարողանամ մրցակցության մեջ հաղթեմ, ինչի համար, որպեսզի կարողանամ ապահովված լինեմ կերակրով, էսնիչով, էնիչով։ Եվ երբ որ իրանք տեսնում են, որ ազնվորությունները, որոնք իրանք կապված են, ինչ որ գնացին անջատվածության դաշտ, չէ, նրանք էլ իրենց հերթին են անհանգստանում եւ սկսում են փորձել այդ հոգևոր մարդուն վերադարձնել դեպի նյութապաշտություն։ Այս գործընթացը ինքը մեկ-մեկ այնպիսի դաժան արտահայտումներ կարող է ունենա, հա, օրինակ ես ասեմ այն ինչ որ ես եմ տեսել։ Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ բացի յոգային ես ծանոթացել եմ Քրիշտը գիտակցության այդ շարժման շնորհիվ, այսպես ասեմ։ Եվ այո, ես իրենց պարտական եմ դրանով, Պրաբհուպադին ես պարտական եմ հոգևոր կյանքով։ Ու գիտեք, ասենք, երբ որ ես եկա, ճիշտ է, դա այն պահն էր, երբ որ նվիրալներին արդեն բանտերում էին նստացրել, անհեթեթ մի հատ բանով, ստատիայով էլի, ոնց այլ, ոչ օրենքով, բան, որ իրանք պիտի գնան 2 տարի բանտ նստեն, որովհետև վնաս են տվել իրենց առողջությանը։ Ինչու, որտև բուսակեր են։ Դա չի կարևորը։ Ու գիտեք, ասեք, իմ հարևանուհին, որը հենց այ առաջի մարտն էր, որին ես ճանաչեցի որպես Քրիշտայիներից, իմ հարևանուհին ես հարց տվեցի, ասեցի, իսկ որտեվ ինքն էլ իրան էլ, ասենք, համալսարան ավարտած աղջիկ, բիոլոգ, հա, շատ խելացի կին էր։ Եվ այն ժամանակ, երբ որ ես իր հետ ծանոթացա, ինքը հոգեբուժարանից նոր էր դուրս եկել։ Իրան էլ հոգեբուժարան էին պարկացրել այդ նույն բանով, որ վնաս է տալիս իր առողջությանը։ Ես սկսեցի հարցնել, ասեցի լավ, լսի, այդ ո՞նց է ստացվել էլի, որ ասենք այդպես հեշտ այց բոլորին վերցրել են բան։ Եվ օրինակ ինքը ինձ պատմեց պատմություն, որտեղ նվիրալի մայրը անձամբ կապվել էր անվտանգության հետ եւ ասել էր իրենց. իմ երեխան ուրեմն դարձել է Քրիշնայիտ, եկեք, ինչ ուզում եք արեք, մենակ արեք այնպես, որ ինքը դա թողնի։ Հասկանում եք։ Եվ որ այդ կինը ինձ այդ պատմություններ սկսեց պատմել, եւ այնտեղ կար ընդամենը մի հոգի, որին հետո նվիրալները համարում էին դավաճան, համարում էին, որ ինքը կակեբեից է, որովհետև իրան չեն նստացրել, բայց իրականում իրան չէին նստացրել, որովհետև իր ծնողը եղել էր միակը, որը իր երեխայի դեմ բան չէր արել, ասեք, ցուցմունք չէր տվել։ Այդ տրամադրությամբ էլի, որ այո, ես ուզում եմ, որ իմ երեխան հրաժարվի հոգևոր կյանքից, այդ աղանդից։ Տեսեք, երբ որ մենք, ասենք, տենց դրսից ենք նայում, չէ՞, ինքը բան թքեն վրաները եսիմ ինչ, բայց երբ որ մենք մտնում ենք մեջը եւ նայում ենք մարդկային ճակատագրերի հետ կապված, հասկանում եք, այդ երբ որ մենք տեսնում ենք, թե մենք ընդհանրապես ինչեր ենք կարող անել, էլի, ինչի դիմաց, մարդը ընդամենը մաքրության էր ձգտում։ Մարդը ընդամենը մաքրության էր ձգտում։ Եթե վերցնում ենք մարդկային տեսանկյունից, անվտանգության տեսանկյունից, ես լրիվ ուրիշ խոսակցություն կվարեի։ Չէ՞, մենք այս ենք քննարկում, թե ինչն է, ինչի հիմա Ութավան ասեց, Գերագույն Աստծո անձնավորությունը ողորմած, հա, ինքը գալիս է եւ խառնվում է ուր, երբ որ նյութապաշտները շատ են մեղացնում հոգևոր ճանապարհը բռնած կենդանի էակների։ Գիտեք, ես մեկ-մեկ մտածում եմ, թե պատմության մեջ ընդհանրապես
մարդկությունը ինքը ինչպիսի փորձանքներից, առնահեղություններից կարող էր պրծնել, եթե ուղակի հոգևորով զբաղվող մարդկանց, չեմ ասում է աջակցեր, թույլտարպետություն սարքեն, եսի միջ էլի, պրոստը ձեռք չտար, այլ պրոստը ձեռք չտար, ինչեր կարող էր, ինչքան ուրիշ կարող էր լինել կյանքը, մարդկության պատմությունը, հասկանում եք, այն մենակ այդ գործոնի համար, որ հատկապես աստվածամեժության դարաշրջանում, մարդիկ իրենք այնպիսի դաժանություններ են արել անմեղների հանդեպ, որ դա չէր կարող մնալ առանց պատասխան, և միշտ պատասխանը տրվել է։ Հասկանում եք, չէ՞ սիրելիներս, ուրեմն Ութավան հիմա այս սա է ասում, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը էսպես էլի մի հատ հայացք է նետում պատկերավոր ասած նյութական աշխարհի վրա եւ տեսնում է, թե ինչեր են անում աստվածամերժերը աստվածակենտրոն կենդանեակների հետ, այդտեղ ինքը չի դիմանում։ Եվ այդ ամբողջ իր երանությունը դնում է մի կողմ և կարեկցանքով լցված, այսպես էլի, մենք հայավարի ասում ենք քցվում է, մի անգամից դիմում է այդ տրամադրություններին, որ շտապում է գալ օգնության։ Եվ Բաղավատամի պատմությունները իրանք լինելու են հենց այդ ողորմածության արտահայտությունները, թե ինչպես է Գերագույն Աստծո ազնվորությունը, այսպես մի անգամից ռեակցիա տալիս, երբ որ նեղացնում են անմեղներին։ Հասկանում եք, և դա հասնում է, այսպես է, այն ամենամանրուքից։ Եվ այո, կարող են այդպիսի բաներ անել։ Գերագույն Աստծո ազնվորությունը մենք ուղղակի այդ պատճառահետևանքային կապերը չենք կապում։ Հասկանում եք, չենք կապում։ Եվ դրա համար չենք կարողանում հասկանալ, թե ասենք այնտեղ ինչ է տեղի ունենում, ինչից ինչ ծնվեց, երբ որ ինչ-որ մի տառապանք եկավ, այդ տառապանքը ինքը որտեղից առաջացավ, կներեք, հեռախոսս ուղղակի եմ թողել, չեմ կարող վերցնեմ, հիմա կանջատվի երևի թե։ Հասկանում եք սիրելիներս, չէ, երբ որ մենք չենք կարողանում այդ պատճառահետևանքային կապերը կապել, մենք սկզբից անմեղին նեղացնում ենք, հետո երբ որ գալիս է հետևանքը, մենք մոռանում ենք, որ այդ հետևանքը հիմա գալիս է այս պատճառով։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, դա Գերագույն Աստծո ազնվորության հատուկ ողորմածությունն է, եթե ինքը անկած քայլեր է անում, որպեսզի կենդանեակները կապեն, թե որ արարքի համար այս իրավիճակը ստացա։ Բայց ամենագլխավորը մնում է դա, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ կետը ունի, ինքը չի կարողանում, չէ, տեսեք, այստեղ ասեց, բայց երբ նրա խաղաղասեր նվիրյալների և նյութական բնության գունաների ազդեցության տակ գտնվող անձանց միջև բախումներ են առաջանում։ Ինչ է ասում Ութավան, որ ինքը իրական հոգևոր մարդը, գիտեք ոնց էլի, ագրեսիա կամ ինչ-որ բախումներ կարող են առաջացնել միայն աղանդավոր հոգևոր մարդիկ, անկախ նրանից դա ինչ չափի աղանդ է, եթե կենդանեակը ինքը կրոնական հիմքի վրա ագրեսիայի է գնում, ինքը աղանդավոր է, ինքը իր աղանդն է պաշտպանում, ինքը իր աղանդն է փորձում տարածել, որպեսզի ավելի ու ավելի ազդեցիկ դառնա, ավելի ու ավելի, չգիտեմ, ինչ դառնա։ Հասկանում եք, չէ՞։ Սա է խնդիրը։ Իրական հոգևոր մարդիկ իրենք խաղաղասեր են։ Երբեք չի կարող իրական հոգևոր մարդը բռնության գնա։ Այստեղ հիմա այսպես էլի, առաջինը։ Ինքը կարող է պաշտպանվի, ինքը կարող է միշտ հասկանա, որ նյութական աշխարհը դա ագրեսիվ վայր է, ինչպես օրինակ Արգջունայի կերպարը, Արգջունան ով էր։
զենքով հոգևոր պետությունը պաշտպանող, չէ։ Այդ զենքով հոգևոր բանը պետությունը պաշտպանողը դա ով է։ Դա նա է, ով որ ինքը առաջինը երբեք չի գնում ոչ մեկի պետություն։ Եթե ինքը առաջինը գնաց, ուրեմն ինքը աղանդավոր է, որը ընդամենը տարածում է իր ազդեցությունը եւ ուրիշ ոչինչ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այսա ինքը շատ կարևոր բան էր, որ Ութավան ինքը ասում է բախումներ են տեղի ունենում խաղաղասեր նվիրյալների եւ գոյավիճակների ազդեցության տակ գտնվող կենդանիակների միջև, հատկապես նրանց, ովքեր տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ են։ Հասկանում եք։ Իրանք միշտ կոնֆլիկտ են ստեղծում իրական հոգևորականների հետ։ Կեղծ հոգևոր, կեղծ կրոնականությունը հենց իրենք էլ հիմնում են, այդ կեղծ կրոնականության մեջ իրանք այս սենց գարմոնիայի մեջ են։ Հենց այդ կեղծ կրոնականությունն է, որ իրանք եւ օգտագործում են եւ փորձում են տարածել իրենց ազդեցությունը ավելացնելու համար։ Այստեղ խոսքը իրական հոգևորի մասին է։ Իրական հոգևորի հետ իրանք միշտ գտնվում են կոնֆլիկտի մեջ։ Եվ այո, իհարկե, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համարում է, որ իրական հոգևոր մարդը, որը ինքը հասնում է խաղաղասիրության, հա, տեսեք, առաջի 5 որակները հոգևոր մարդու։ Ես մշտական թվարկում եմ, թույլ չեմ տալու դա մոռանալ։ Համեստություն, խոնարհություն, բռնությունից ազատ, համբերատար եւ պարզ։ Սա է առաջի 5, առաջի է, ոչ թե վերջի նպատակը հասնել դրան։ Առաջի որակները, որով մարդուն կարելի է համարել իրական հոգևոր կյանքով գնացող, այսինքն արիացի։ Արիացիները իրենց պետության մեջ ազատություն չէին տալիս մարդուն, եթե մարդը չուներ այդ 5 որակները։ Եվ ինքը կախվածության մեջ էր մնում այնքան ժամանակ, մինչև այդ 5 որակները չզարգացներ։ Եվ նոր միայն դրանից հետո իրան ընդունում էին որպես արիական քաղաքակրթության ազատ քաղաքացի։ Հա? Ինչ եք պահանջում մենք հիմա, որպեսզի տանք քաղաքացիություն։ Ինչ սրիկա ուզում ես եղի։ Լեզուն սովորի, իմացի պատմությունը երկրի, որտեղ եկել ես, ունեցի մասնագիտություն։ Արի ապրի։ Հա? Օրենքները պահպանի։ Այդ արանքում ով ուզում ես եղի։ Չէ՞։ Իսկ արիացիները իրենք այդպիսի սկզբունք չունեին, մինչև դու չունենաս այս 5 որակները, քեզ ոչ մեկ թույլ չի տա, որ դու լինես արիական քաղաքակրթության քաղաքացի։ Ուրեմն մենք պիտի հասկանանք, չէ՞, թե սա ինչքան խաղաղասեր անձնավորություններ էին, թեկուզ եւ այո, եւ զինված էին, եւ այնպիսի զինվորներ ունեին, որոնք մի հոգով կարող էր մի ամբողջ բանակ ոչնչացնել։ Որտեւ այդպիսի զենքեր ուներ։ Այնտեղ մենք միշտ օգտագործում ենք նետ խոսքը, բայց եթե իրականում նայում ենք, մենք տեսնում ենք, որ այնտեղ այնպիսի զենքերի մասին է խոսքը, որ դա նետ չէր կարող լինել։ Շո սխալ ենք թարգմանում, սխալ խոսք ենք բանանում, իմաստ ենք տալիս այդ խոսքին։ Այդպիսի նետ չկա, որ մի հատ նետ արձակես ու այդ նետը վառի 10,000 հոգի։ Այդպիսի նետ գոյություն չունի։ Դրա համար գիտնականներն ասում են սա հեքիաթ է, որտեղ մտածում են, որ նետ էր։ Հա, բայց եթե մենք օրինակ հասկանում ենք, որ դա օրինակի համար ատոմային ռումբ էր, հա, այ օրինակ մենք առաջի գլխում կարդացինք, չէ՞, որ երբ որ Աշվաթաման ինքը զենք թողեց, Բրահմաստրա թողեց։ Հա, այդ չի մասին էր խոսքը, իր ամբողջ նկարագրությունը դա ատոմային ռումբի մասին էր խոսքը, որը Արգջունան կանգնացնելու, չեզոքացնելու զենք ուներ։
Դա ինչպես կարող է նետը լինել, հասկանում եք։ Այո, իհարկե, այնտեղ գիտատեխնիկական զարգացումը ահավոր էր։ Բայց հիմա մենք դրա մասին չենք խոսում, մենք հոգեբանության մասին ենք խոսում, որ հոգևոր դաշտում, եթե դա իրական հոգևորականներ են, իրանց հիմքը, նորից եմ կրկնում, որտեղ են վերջնականը, հիմքը, առաջի որակները, այս հիմքն էին։ Առանց այս հիմքի իրական հոգևոր մարդ գոյություն չունի։ Իսկ եթե այս 5 որակները կան, սա բացարձակապես խաղաղասեր անձնավորություն է, հա? Եվ երբ որ մենք այդ որակները մարդու մեջ տեսնում ենք, ընդ որում միշտ մարդիկ իրանք մտածում են, որ խոնարհը դա նշանակում է, որ մարդը փալաս է, ում վրա բոլորը կարող են ոտքեր մաքրել։ Մենք կունենանք օրինակներ, որտեղ ես հնարավորություն կունենամ ներկայացնել արիացիների պատկերացումները խոնարհության մասին։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, երբ որ անձնավորությունը ինքը ունի այդ 5 որակները, այսինքն ինքը բռնությունից ազատ է, որն է ամենաառաջի սիմպտոմը, որ կենդանիակը ինքը հրաժարվել է բռնությունից։ Դա բուսակերությունն է։ Քանի դեռ անձնավորությունը ինքը մսակեր է, դա նշանակում է, որ ինքը իր մեջ ունի բռնության հանդեպ հակում։ Այն ամենացայտուն ձևով, ամեն աստծո օր ինքը մասնակցում է ուրիշ կենդանի էակի սպանության մեջ։ Ինչի համար 20 սանտիմետրանոց զգայարանը բավարարելու։ Եթե սա դաժանություն չի, բա ինչ է։ Հասկանում եք։ Չէ՞ որ մենակ լեզվի համար է կարևոր, ստամոքսի համար ընդհանրապես մեկ է ինքը այնտեղի չեմ ասում։ Հասկանում եք, սերունդներ, սա շատ կարևոր թեմաներ են, չէ՞։ Եվ եթե անձնավորությունը ինքը ունի այս 5 որակները եւ ունի կոնֆլիկտ, ինչպես Յուդհիշթիրան էր, մենք դա քննարկեցինք, չէ՞։ Այ ուներ կոնֆլիկտ, բայց Սուտը Գոսվամին ամեն անգամ, Վյասադևան ամեն անգամ, երբ որ տալիս էր Յուդհիշթիրայի անունը, ինքը սկզբից ինչ էր ասում։ Ամեն անգամ շեշտվում էր, նա ով չուներ թշնամիներ։ Բայց նայում տեսնում ես թշնամիներով շրջապատված է, բայց ի՞նչ նկատի ունեն։ Այդ դա նկատի ունեն, որ ինքը ոչ մեկի հանդեպ թշնամություն չունի, այսինքն ինքը իր մեջ թշնամի չունի։ Ինքը ոչ մեկի մասին չի մտածում, ինքը նույնիսկ Դուրյոթանայի մասին չէր մտածում, որ ինքը թշնամի է։ Ինքը մտածում էր ինքը իմ հորեղբոր տղան է։ Հասկանում եք, ինչ արեց Տեր-Շիկրիշնան։ Այս դա էր էլի, որ ինքը միանգամից եկավ ու կանգնեց պանդավների մեջքին։ Ինչից հետո, երբ որ Դուրյոթանան ասեց, ասեղ խրելու տեղ չեմ տա։ Հա, այդտեղը որ կոպիտ ասած Աստվածի նադի են գնում, էլի, ախ դու հոգևորին ասեղ խրելու տեղ չես տա, այ հիմա էլ դու չես ունենա ասեղ խրելու տեղ։ Սա է Գերագույն Աստծո ազնվորության խոսակցությունը։ Հասկանում եք, այնպես չի էլի, որ ես գաղափարները իմ տնից եմ բերել։ Սա արիացիների պատկերացումներն են Աստծո արդարության մասին։ Եվ եթե մենք միշտ գալիս ենք այդ նույն կետին, որովհետև արիացիները իրենք ունեցել են բարգավաճ եւ երջանիկ պետություն, սա նշանակում է, որ այն ամենը, ինչ որ իրանք գիտեին, դա ճիշտ է, որտեղ երբ որ իրանք կիրառել են, իրանք ստացել են այնպիսի արդյունք, որը ֆանտաստիկ է։ Եվ դրա համար է, որ ես ասում եմ, որ մենք միջև երևի չգիտեմ որտեղը պիտի շնորհակալ լինենք հնդիկներին, որ իրանք արիացիների գաղափարախոսությունը պահպանել են, բայց հնդիկները այս պահին այն ազգը չեն, ովքեր ունեն արիացիների արդյունքը։ Եվ դա նշանակում է, որ հիմա պատճառները չենք քննարկում, այնտեղ արիական գաղափարախոսությունը չի կիրառվում եւ վերջ։ Իսկ սա նշանակում է, որ այնտեղից չի կարելի օրինակ վերցնել, հասկանում եք։ Չի կարելի օրինակ վերցնել, որովհետև չկա ճիշտ կիրառումը։ Արիական գաղափարախոսությունը հիմա մնացել է այսպես օդում անտեր կախված։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է ով է նա, ով սա կվերցնի։ Այրան էլ ինքը կպաշտպանի։
Եվ հիմա թվում է, որ ես կոչ արեցի դեպի աղանդ։ Ну, եթե այսքան ժամանակից հետո կարելի է իմ մասին այդպես մտածել, ինչ ասեմ, կարող եք այդպես մտածել։ Բայց եթե նկատեք, ես ինքս աղանդ չեմ հավաքում։ Եվ դեռ ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել դասախոսության վերջում ասել լայքեք, չգիտեմ, տարածեք, բան արեք, подписывайтесь, ես իմիջ, հետևորդ չեմ հավաքել։ Ով որ ինձ գտել է, ով ցանկություն ունեցել է շփվելու, գալիս է շփվելու, ով ոչ, ես հանգիստ իմ տեղս նստած եմ, ոչ մի կազմակերպություն չեմ հավաքում, աղանդ չեմ ձևավորում։ Եթե երբևիցե ինձ տեսնեք այդպիսի գործունեության մեջ, դա կնշանակի, որ իմ վրա ես իմ ինչ ազդեցություն են գործադրել, որ ես ստիպված եմ եղել դա անեմ։ Ինձ այդպիսի բան կարելի անել միայն ֆանտաստիկ, այսպես պրեսինգի հաշվին։ Ինձ հետաքրքրում է ճշմարտությունը։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ ճշմարտությունը ինքը հայտնաբերվել է այդտեղ, որտեղ եղել է դրական արդյունք։ Այնքան դրական, որ երբ որ ժամանակը պիտի փոխվեր, ես սա միշտ ասում եմ, Աստված չկարողացավ ուժ գտնի, որը այդ պետությունը կվերացնի դրսից։ Ինքը ստիպված քայլեր կատարեց, որ ներսից տրակ բանը ոչնչացնի, որպեսզի կարողանա դարաշրջան սկսի։ Այդ էլ դրանց պատասխանը ովքեր որ կարող են ասել, բայց եթե այդքան լավն էին, բա հիմա ինչի վերացան։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս տեքստը ինքը շատ կարևոր բնավորության մասին է խոսում, Գերագույն Աստծո ազնվորության, ինչպես եւ շատ կարևոր բնավորության մասին է խոսում նյութական աշխարհում ապրող եւ ցածր գոյավիճակների ազդեցության տակ գտնվող կենդանիակների մասին։ Տգիտության եւ կրքերի ազդեցության տակ գտնվող կենդանիակները իրենք մշտական նեղություն են պատճառում, անհանգստություններ են պատճառում, ահավոր բարդություններ են մտցնում, տառապանք են պատճառում իրական հոգևոր մարդկանց։ Կեղծ հոգևորին խնդրեմ, կանաչ ճանապարհ, իրականին կներեք գնա մեռի։ Հասկանում եք։ Եվ այս իրադրության մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը միշտ խառնվում է։ Միշտ, հասկանում եք, ինքը այսպիսի օրինաչափություններ կարող են լինել, եթե իրական հոգևոր մարդուն դրեցին իզոլյացիայի մեջ, երկիրը հայտնվում է իզոլյացիայի մեջ, եթե իրական հոգևոր մարդուն, չգիտեմ, բան արեցին, պահեցին աղքատության մեջ, երկիրը խորասուզվում է աղքատության մեջ, եթե իրական հոգևոր մարդուն բանին էլի ասեղ խրելու տեղ չտվեցին, որ ինքը կարողանա գոնե մի կտոր հաց ունենա, հա, ուրեմն երկիրը կարող է կորցնել հողեր, չգիտեմ ինչ, հասկանում եք, այս բաները իրանք այսպես անմիջական կապ ունեն, անմիջական, եւ սա հանակ թեմա չի, հասկանում եք, ինքը թեման ես կարծում եմ, որ ինքը այսպիսինն է, պրագմատիկորեն կարող եք չչափազանցնել այս երևույթը, մտածելով, որ դե լավ, այդքան բարդ չի կարող լինի, չէ, որ մի հոգու պատճառով մի ամբողջ եսի միջ վարի տրվի։ Թեկուզ արիացիները իրանք հենց այդպես էլ ասում են, որ այնտեղ, որտեղ հասցվում է վիրավորանք Աստծուն կամ նրա նվիրալներին, տուժում է, եթե մի հոգին հասցնում է այդ վիրավորանքը, տուժում է ամբողջ տարածքը։ Ես միշտ մտածել եմ, որ այդպիսի վերաբերմունքի մեջ արդարություն չկա, ճիշտը որ ասեմ։ Միշտ ընդդիմացել եմ Աստծուն, երկու կետ է եղել, որտեղ ես շատ երկար ժամանակ դեմ եմ եղել Աստծուն, թեկուզ եւ հոգեվոր կյանքով եմ զբաղվել, առաջինը դա զոհագործություններն էր, որտեղ ես ոչ մի կերպ չէի կարողանում ընդունել, որ Աստծուն ինչ-որ մի հատ կենթանու արյուն է պետք, որպեսզի ինքը ինչ-որ ցանկություններ կատարի, մինչև ինքը ինձ չբացատրեց, թե իրականում այդտեղ ինչ է կատարվում, եւ երկրորդը այս է, որ մի հոգի կարող է վիրավորել եւ հազարավոր մարդիկ կարող են տուժել։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ դա ինչ է։ Հետո ես հասկացա, որ իրականում այդ մի հոգին ինքը այդ հավաքական գիտակցության մարմնավորումն է,
որովհետև երբ որ այդ մի հոգին պատկերավոր ասած նեղացնում է մաքուր նվիրալին, այդ հազարների մեջ մեկը չի գտնվում, ով որ պաշտպանում է։ Եվ դա նշանակում է, որ վիրավորանքի հետ բոլորը համաձայն էին։ Եվ դա այո, Աստծո տեսանկյունից նշանակում է, որ բոլորը արժանի են նրան, որ պատասխան տան։ Հիմա ես ուրիշ հարց եմ բարձրացնում։ Ես չեմ ուրախանում նրանից, որ դա այդպես է։ Ես հարց եմ բարձրացնում, իսկ եթե արիացիները ճիշտ են։ Մենք ինչ-որ բան կորցնում ենք, եթե մշակույթ ենք վերցնում, դեպի մաքրությունը ձգտող մարդկանց չնեղացնել։ Հնարավորություն տալ իրենց եւ ներկա լինել երկրի մեջ եւ մի կտոր հաց կարողանալ վաստակել եւ այն ամեն ինչ որ մարդը ինքը պիտի ուղղակի իր նյութական գոյությունը պահպանելու համար անի։ Ինչու բարդ բան է, եթե արիացիները ճիշտ են, հա, այն կորուստները, որը կարելի է ունենալ համառելով եւ շարունակելով ամեղ անձնավորություններին չընդունել հասարակության մեջ, հա, իսկ եթե իրանք ճիշտ են եւ ընդհանրապես մի հատ այդպիսի քայլ անելով, տեսեք սա աղանդի մասին չի խոսքը, չէ՞։ Սա դեպի մաքրություն գնացող մարդու անհատականության մասին է խոսքը։ Իրանց ձեռք չտալ։ Հա, հասկանում եք, ինչերից կարելի է խուսափել։ Ես կրկնում եմ, եթե արիացիները ճիշտ են, ինչ ենք մենք կորցնում։ Մենք ինչ-որ բան ենք կորցնում, եթե երկրի մեջ ավելանում են մաքրությանը ձգտող անձնավորություններ։ Ես այդ հարցը թողնում եմ ձեր մտորումների առարկա։ Թե ասենք այս հանդիպումից հետո դուք ինքներդ ինչ մարդ եք դառնալու, ինչ ընտրություն եք անելու, որ այո, իրապես ասենք կարելի է այսպես վարվել եւ հանգիստ ապրել։ Այդտեղից էլ այնքան մեղքեր են գործում, որ Աստծո հոգևորի տեսանկյունից, չէ, որ լրիվ բավական է, որ ոչ մի ուրախորդ չտեսնենք կոպիտ ասած։ Մի հատ էլ ինչի ավելացնել այնպիսի մի բան, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը անձամբ խառնվում է արդեն։ Դա բանակ բան չի, չէ՞, Աստծո ջղայնությունը։ Ինչքան կարելի է Աստծո ջղայնությունը ստանալ եւ ձևացնել, որ օրհնությունն է ստացել։ Աստծո օրհնությունը ուրիշ սիմպտոմներ ունի։ Հասկանում եք, սիրելիներս։ Այնպես որ այսպես պարզ թվացող առաջին հայացքից տեքստը ինքը իրականում շատ խորը թեմաների մասին էր եւ հատկապես նրա մասին էր, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իր բնությամբ այդպիսինն է, մաքրության ձգտող, ոչ թե աղանդի մեջ մտնող։ Եթե կենթանիակը ինքը ուղղակի աղանդի մեջ է մտել, այդտեղ Գերագույն Աստծո անձնավորության համար մեկ է ինքը ուր է մտել, ինչ է արել։ Բայց եթե ինքը անկեղծ հոգի է ու իրան մցրել են աղանդի մեջ եւ ինչ-որ նյութական գաղափարների համար շահագործում են, դա լրիվ ուրիշ թեմա է։ Ինձանից ավել ոչ մեկ աղանդավորությանը դեմ չլինի։ Հասկանում եք, որտեղ ես շատ լավ գիտակցում եմ, թե դա ինչ վտանգավոր երևույթ է իրականում։ Իմինը աղանդավորությունը։ Այսինքն, երբ որ կրոնականության գաղափարախոսության շուրջ մարդիկ են հավաքում, որ հետո իրանց օգտագործեն նյութական նպատակներով։ Եվ այստեղ, այո, ազգային անվտանգության հարցը ինքը շատ կարևոր հարց է։ Ես հույսով եմ, որ դուք զգացել եք, որ ես անվտանգության հարցերին շատ լուրջ եմ վերաբերվում, որտեղ մենք ապրում ենք մի երկրի մեջ, որտեղ անվտանգության խնդիրը դա այսպես ամեն օրվա խաղաղության հարցն է։ Ոչ մեկ չի կարող էլի մեր երկրում անտեսի անվտանգության խնդիրները։ Այդ ուրեմն եսի ինչ պիտի լինես, որ դու այս վիճակում անտեսես։ Թե այդ ինչն է, որ կարող է, ասենք, անվտանգության տեսանկյունից բան լինի էլի։
բայց եւ անհեթեթություն է, չէ, որ կարելի է գալ եզրակացության, որ մաքուր մարդիկ իրենք կարող են անվտանգությանը ուրեմն խոչընդոտող անձնավորություններ լինեն կամ վտանգող անվտանգությունը, այսինքն գողերը, սրիկաները, խաբեբաները, չգիտեմ, անբարոյականները, դրանք բոլորը իրանք երկրի անվտանգության ջատագովներն են, մաքրությանը հետևողները երկրի անվտանգությանը վտանգավոր անձնավորություններ են։ Կարող եք ասել, այս միտքը ինքը ընդհանրապես էլի, ես ուրիշ ոչ մի բան չեմ ասում, բայց տրամաբանություն իր մեջ ունի, թե ոչ։ Հասկանում եք։ Ուրեմն այս տեքստը, այս երկու տեքստերը իրանք շատ կարևոր թեմաներ էին քննարկում, եւ այո, ամեն մի մարդ ինքը իր մեջ, առանց ոչ մի արտաքին եսի միջերի տակ ընկնող, ինքը պետք է ունենա հստակ վերաբերմունք այս թեմայի հանդեպ։ Ինչպես է ինքը վերաբերվում այն մարդկանց, ովքեր փորձում են լինել մաքուր։ Ռեալ էլի, ես այդ աղանդավոր խաղերը այն կողմ ենք գցում, այ ռեալ։ Ինչպես պետք է վերաբերվել։ Ես կոնկրետ ինչպես եմ վերաբերվում։ Եվ դա միանգամից նշանակում է, ես, այո, ինչու՞ չէ, ես իմ պետության մեջ, իմ ազգի մեջ, ինչին եմ ուս տալիս, մաքրությանը թե Արատին։ Եթե Արատին եմ ուս տալիս, ոնց եմ մտածում, որ Արատը ծաղկելուց ես կարող եմ ստանամ բարգավաճ եւ երջանիկ ազգ։ Կարելի է իմանալ այդպիսի բանաձև կա ընդհանրապես։ Հզոր այո, երջանիկ երբեք։ Սրանք շատ կարևոր թեմաներ են իրականում եւ այո, լուրջ մտորում են ուզում։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, տեսություն։